Ալո։ Լև, տեսել ես ես վերջին թվերը։ Ինչ թվեր, Լիլ ջան։ Սեն չասեմ էլի, գցեմ WhatsApp-իդ նայի։ Դավայ։ Գցեցի։ Տեսար ինչ խայտարակ թվեր են։ Որա հա, սպասի, ինչա։ Ինչ բեզբոժնի թվեր են ֆռում։ Ծնունդները երկրում նվազել է 12%, ամուսնություններն է 7%։ Բա բաժանումները 28%-ով աճել են, ծնելիություններ 40%-ով ընկել է, 40, ուժս։ Հա դե բա ինչ է զարմանում, Լիլ ջան, սրանք ինչ են արել, որ այսքան ժամանակ մենակ խոսում են, ասֆալտ են փռում, եսի ինչ են անում, տողում համար, եթե մարդ չի ապրելու, չի օգտվելու։ Երեխա չի ծնվում, ով այդ դպրոցը Թողում են ժողովուրդը գնում են ստեղից, նարկոտիկներն ա շատացել, մի խոսած բաների մասին։ Բայց մի բան պետք է արվի սրա դեմ Լև։ Լսի, չգիտեմ կուրսի ես, այս ազգային վերածննդի հիմնադրամ կա, ուժեղ Հայաստանն է առաջարկում։ Չէ։ Լսի, հա, Սամվել Կարապետյանի այս խնդիրների լուծման առաջարկներ կա։ Ինչ են առաջարկում, որ Ասում է 4 երեխու ծննդյան դեպքում 2 միլիոն ընտանիքին փող են տալու, իսկ 5-րդին է բնակարան։ 5-րդին էլ բնակարան։ Հա։ Հա։ Դաժե ես կարող եմ 5-րդ ունենամ։ Դե էսա միակ տարբերակը երկիրը էս ու այս խնդիրը լուծել է, էսա էլի։ Եթե 300,000 աշխատատեղ է ստեղծվի, 20,000 հատ մաչելի բնակարան է լինի, ասա այս հարցերը լրիվ Էլի պետք է մարդիկ երկրից գնան։ Այո, գնա ծնելիությունն է կարճի, ջահելներն է կօգտվեն։ Դե ուրեմն հունիսի 7-ին բոլորս գնում ենք ընտրության։ Անպայման, համար 3-ն է։ Այո, հունիսի 7-ին համար 3 քվյաթերթիկ։ Գնացինք։